Տիկին Մինասյան տևական ժամանակի խորհրդարանական երկու ուժերը ընդդիմությունը խոսում է իմպիչմենտի գործընթացից եւ գործընթաց սկսելու մասին, նախ որտեղից այդ վստահությունը, որ բավարար քանակությամբ падգամավորներ կմիանան նախաձեռնությանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից որևէ մեկը կարող է այդ գործընթացին միանալ կամ սատարել, եւ եթե ոչ, ապա ինչ իմաստ ունի այս խոսակցությունները եւ գործընթացը։ Իհարկե շատ անշնորհակալ գործ է մտնել մատանու եւ մատի արանքը, իրականում ընդհանրապես այս թեման ամենածիծաղաշարժ ձևով է թե սկսվել, թե շարունակվում եւ ցանկալի կլներ իհարկե այս ելույթը լսեին հիմնականում ընդդիմադիր ուժերի հետևորդներ կամ ընդդիմադիր ուժերին հարող քաղաքացիներ, որտեղ հերթական անգամ նրանց փորձում են կեղծիքի մեջ ներգրավել, հիմա կփորձեմ մանրամասն բացատրել ինչի այն քաղաքացիները այսպես կոչված, որոնք որ առաջադրել են այդ թեզը, որ իմպիչմենտ պետք է անել, ուղղորդվում են հստակ քաղաքական ուժի կողմից։ Ես կարծում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմերը տեխնոլոգիա են մտածել այս տարվա ընթացքում, նախընտրական տարվա ընթացքում հնարավորինս կոնսոլիդացնեն ամեն մեկը իր շուրջը, իր աջակիցներին եւ փորձեն ընդհարումներ, fake ընդհարումներ ստեղծեն իրար միջև։ Իմպիչմենտի գործընթացի հենց սկզբից խոսակցությունը ոչ թե գնացել է ընդդեմ քաղաքացիական պայմանագիր խմբակցության, կուսակցության падգամավորների ուղղությամբ, որոնց պետք է ներգրավեն, որպեսզի իմպիչմենտի գործընթաց անեն, այլ իրար մեջ, այսինքն Հայաստան դաշինքը մեղադրում է պատիվ ունեմին, պատիվ ունեմը մեղադրում է Հայաստան դաշինքին, Սերժ Սարգսյանը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին, Ռոբերտ Քոչարյանը մեղադրում է Սերժ Սարգսյանին հերակա բանավեճով։ Եվ այս ամենը ընդհանրապես խնդիր ունի յուրաքանչյուր ուժի կողմից կոնսոլիդացնել իր շուրջը հնարավորինս շատ համակիրներ, հետագայում արդեն ով ավելի շատ ձայն հավաքի 26 թվականի ընտրությունների ժամանակ, այն էլ նրան էլ առաջադրեն, բայց նրանք երկուսով չեն կարող իրարից տարանջատվել ընդհանրապես, ինչպես տեսանք Գյումրիում եղավ, նրանք նույն տեղից են սնվում, նույն մեթոդներն են կիրառում, նույն մտածելակերպն ունեն, արժեհամակարգն է, նույն գաղափարախոսությունն է, նույն ամեն ինչը նույնական է, քաղաքացիները խաբված կլինեն, եթե մտածեն օրինակ Սերժ Սարգսյանին ձայն տալով կամ Ռոբերտ Քոչարյանին աջակցելով ընտրելու են կոնկրետ տվյալ անձին։ Այստեղ նաև թեզ կա, որ հնարավորինս փորձում են ամեն մեկը ավելի շատ կոնսոլիդացնել մյուս ընդդիմադիր դաշտը իրենց շուրջը, թե ով է ավելի թեժ ընդդիմություն, ով է ավելի շատ պայքարում Նիկոլ Փաշինյանի դեմ եւ խոսքը հենց Նիկոլ Փաշինյան անձի մասին է։ Իսկ ով է ավելի թեժ ընդդիմադիր։ Ես կարծում եմ, որ ոչ մեկ, որովհետեւ եթե նայում ենք ընդդիմության գործառույթներին եւ քաղաքացիները շատ լավ գիտակցում են, որ ընդդիմությունն էլ է իշխանություն եւ ընդդիմությունն էլ է իշխանության մաս, նրանք այս տարիների ընթացքում գրեթե ոչինչ չեն հաջողել, ոչ մի խոսքին տեր չեն եղել, ինչքան փորձել են մանիպուլացնել բազմիցս իրենց հետևորդները խաբված են զգացել իրենց եւ հետեւաբար ես կարծում եմ նրանց կողքը մնացել են միայն հիասթափված քաղաքացիներ, որոնց մեջ իհարկե շատ մանիպուլատիվ ձևերով սերմանում են ատելություն ու ատելություն անգամ սեփական պետության նկատմամբ։ Իսկ ձեզ 2026 թվականին ընդառաջ այս ուժերը էլի խորհրդարանում իրենց տեղը կունենան, հաշվի առնելով այն նաև հանգամանքը, որ վերջին օրերին լրատվականները ակտիվ գրում են այն մասին, որ իրենց վարկանիշը գնալով բարձրանում է օրվա իշխանության վարկանիշի իջնելուն զուգահեռ։ Գելապը նաև գրեց, որ Ռոբերտ Քոչարյանի անձամբ Քոչարյանի վարկանիշն է շատ բարձրացել, ինչ եք կարծում իսկապես այդպես է։ Ես կհորդորեի մեր քաղաքացիներին ուշադրություն չդարձնել կոնկրետ անձնական օգտագործման սոցիալական հարցումներ իրականացնող կազմակերպություններին, որովհետև այդ կազմակերպությունները գրեթե երբեք ճշգրիտ թվեր չեն ներկայացրել։ Նույնը եղել է 21 թվականին, Գյումրու ընտրություններին, ցանկացած համայնքային ընտրություններին, բայց մի հարց եմ ուզում տալ, էլի ինչի հաշվին է նրանց վարկանիշը բարձրացել վերջի 6-7 տարիների ընթացքում ձախողված շարժումների, վերջի 5 տարվա ընթացքում անընդհատ ատելության քարոզի, վերջի 4 տարիների, 3 տարիների ընթացքում անգործության, թե բոյկոտի, որ ամբողջ ազգային ժողովը որոշել էր, որ ամիսներ շարունակ պետք է աշխատանքի չգա, կամ հիմա բոյկոտի։ Վերջապես մենք ամեն անգամ ուրախանում ենք, երբ ընդդիմությունը վերջապես սկսում է օրակարգային հարցերի շուրջ ինչ-որ բովանդակային թեկուզ ոչ թիրախային մանիպուլատիվ էլի քննադատություն հնչեցնել, բայց դա էլ է մեր համար արդեն իսկ բան, քանց թե նրանց բացակա աթոռները, որը մշտապես տեսնում ենք։
անգամ բանավեճի ժամանակ նրանք ելույթը ունենում են եւ դուրս են գալիս դահլիճից չթողնելով ընդդիմադիր այսինքն մեզ իշխանություն որպես նրանց պատասխանը հնչեցնել նրանք փորձում են այդ մեդիա պղպջակի մեջ պահել իրենց հետևորդներին ցույց տալով որ իրենք թեժ ընդդիմություն են ազգային ժողովով որտեվ կտրում են հիմնականում իրենց ելույթները, տարածում են հիմնականում իրենց ելույթները հատվածական, որը որ չի երևում օրինակ իշխանության արձագանքը, պատասխանը, այն ամբողջությամբ փշրելը իրենց նարատիվների եւ հետեւաբար այդ մարդկանց մոտ էլ տպավորություն է ստեղծվում, որ այո, ընդդիմությունը ազգային ժողովում ինչ որ տենց ամպագորգոր տեքստեր է ասում եւ փորձում է ինչ որ ձեր դիվիդենդներ հավաքել։ Տիկին Մինասյան, պատիվ ունեմից վերջին շրջանում պարբերաբար են խոսում այդ մասին, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու եւ իրենց իշխանությունը պետք չէ, իրենք չեն ուզում իշխանության գալ, այլ ուզում են հասնել իշխանափոխության, բայց նաեւ հայտարարեցին, որ եթե Հայաստան դաշինքը առաջադրի Ռոբերտ Քոչարյանի տեխնացությունը, իրենք պատրաստ են պաշտպանել։ Այս դեպքում որքանով եք էլի մեծ գնահատում իրենց շանսերը, որ հավաքական ընդդիմությունը, այսպես ասած, առաջնորդ է տեսնում Ռոբերտ Քոչարյանին։ Նախ հավաքական ընդդիմությունը առաջնորդ չի տեսնում Ռոբերտ Քոչարյանին, դա էլի իրենց վրայից պատասխանատվությունը գցելու մեթոդ է, էլի եմ կրկնում, չեմ ուզենա նրանց ինտրիգների մեջ խառնվել, որովհետև հստակ ինտրիգային խաղեր են հիմա մեդիադաշտում իրար դեմ դուրս եկած, բայց իրականում նույն պտուղից սնվող, բայց Ռոբերտ Քոչարյանը եթե ունենար այն դեմքը որ առաջադրվեր որպես վարչապետի տեխնացու, Ռոբերտ Քոչարյանը կհայտնվեր նաև ազգային ժողովում որպես падգամավոր, կնստեր մեր դիմաց եւ չէր վախենա կպատասխաներ մեր իսկ ուղված քննադատությանը, բայց Ռոբերտ Քոչարյանը գերադասեց շատ չերևալ։ Ընդհանրապես, ես կարծում եմ կհորդորեմ մեր ընդդիմությանը մանավանդ Ռոբերտ Քոչարյանին շատ չերևալ էկրաններին, երբ ինքը հայտնվում է, մեր վարկանիշը ավելի է բարձրանում։ Բայց նաև իրենք թվերի ու տվյալների տեսքով են պարբերաբար ինչ-որ մեջբերումներ անում, նույն Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ երկրի 80%-ը չի սատարում այս ուժին, Մամիջանյանը օրերս հայտարարեց, որ 80%-ը իշխող ուժին համարում է դավաճան, եւ այսպես դավաճան կապիտուլյան տես խոսույթը վերջին մի քանի տարիներին կարծես թե իրենց օրակարգի հստակ մաս է։ 2026 թվականին ընթառաջ այս օրակարգը էլի օգտագործվելու է իշխող ուժի դեմ դավաճան։ Խնդիրը նրանում է, որ այդ դավաճան բառը նոր չի հայտնվել մեր քաղաքական մտքում։ Ցավը նրանում է, որ վերջին 30 տարիների ընթացքում մեր քաղաքական դաշտը չծնեց նոր քննադատության միտք, նոր քննադատության աղբյուր եւ սկսում է նորից կրկնվել այնինչ եղել է օրինակ 20 տարի առաջ։ Մեր քաղաքացիները դժվար հիշեն այն ժամանակվա տեղեկատվական դաշտը այսքան արագ չէր զարգանում, որ ամեն մի հատ ասած բառ հաջորդ վայրկյանին հայտնվեր քաղաքացիների էկրաններին, բայց հիմա կարող ենք վերհիշել շատ հին ժամանակներ կամ 90-ականների վերջ, թե ինչքան էին դավաճան համարում Լևոն Տեր-Պետրոսյանին, այսօր Սերժ Սարգսյանը մաքրագրում է Լևոն Տեր-Պետրոսյանի քաղաքականությունը։ Համենայն դեպս այդ բառամթերքը նոր չի մեր քաղաքական դաշտում։ Ցավն այն է, որ կորցնում է, քանի որ ինքը ոչ թիրախային, ոչ փաստարկված, չհիմնավորված խոսույթ է, ինքը կորցնում է առողջ քննադատությունը։ Վատը նրանում է, որ մեր ընդդիմությունը այդպես էլ չկարողացավ հստակ բացատրի իր առաջարկը որն է, իր քաղաքականությունը ինչպիսին է եւ սին է գաղափարախոսությունից ընդհանրապես։ Նրանց գաղափարախոսությունը մեկն է դարձնել Հայաստանի Հանրապետությունը ծայրագավառ։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամփոփելով այս impeachment-ի գործընթացը, ինչպես նշեցիք, դա պարզապես հերթական իրենց, այսպես ասած, խաղերից մեկն է, եւ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան հակասություններից խոսեցիք, այ որտեղ են սկսվում այդ հակասությունները։ Իշխանության աթոռի տեղից սկսվում են եւ ավարտվում են իշխանության աթոռով եւ իրենց ունեցվածքը պահելու մոլուցքով, այլ բան չկա տեղ։ Հասկանում եք, նրանք Իրենք ասում են, որ իշխանության չեն ուզում գալ։ Քաղաքական ուժ ինչի համար է պայքարում, դասական քաղաքականություն է եւ կարծեմ իրենցից մեկը հայտարարել է, որ լավ էլ ուզում է իշխանապողություն լինի եւ այո պայքարում են իրենք իշխանության համար կամ իրենց քաղաքական ուժերն էլ նույն գործելավոճն ունեն, բա ինչի համար են պայքարում այդ դեպքում, եթե իշխանության չեն ուզում գան։ Ու այդ թեզը, որ մենք չենք առաջադրում, դուք առաջադրեք իրար վրա գցել, ընդհանրապես հերթական շոուն է իրենց համակիրներին խաբելու ու նորից ցավ եմ ապրում, որտեվ գիտեմ, որ այս հարցազրույցն էլ չի տարածվելու նրանց աջակիցների մոտ եւ նրանց աջակիցները չեն լսելու այն իրականությունը, որը որ
այսօր տիրում է ձեզ, խաբում են սիրելի հարգելի քաղաքացիներ, որոնք ովքեր որ հարում են թե Ռոբերտ Քոչարյանին, թե Սերժ Սարգսյանին։ Իսկ այս շոուն շարունակվելու է, ճակերտավոր ասած շոուն։ Այդ արդեն ես կարծում եմ նրանց ընտրությունն է, նորից եմ կրկնում, մեզ որևիցե ձև դա չի առնչվում ընդհանրապես, բայց ես կարծում եմ, քանի որ էլի զուրկ են գաղափարական առաջարկներից, ոչ մի առաջարկ չունեն իրենց աջակիցներին, նրանք փորձելու են այս նմանատիպ խոսույթը շարունակել այս տարի, իրար դեմ դուրս գալ լրիվ fake նարատիվներով, այսինքն այդ իրար դեմ դուրս գալն էլ վերջում պարզվելու է ընդհանրապես իրար դեմ չէր, եւ նրանց ավելի ձեռնտու է իրենցից յուրաքանչյուրը, քան Նիկոլ Փաշինյանը, որտեղ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը հստակ եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հստակ քաղաքականությամբ գնալու այն ապօրինի գույքի հետևից, որոնք նրանք կուտակել են այս տարիների ընթացքում եւ գնում է եւ արդյունքները տեսնում է մեր քաղաքացիները այսօր։